Բարև ժողովուրդ ջան, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր երեկվանից հետևում են իրադարձություններին, անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր զանգում են, հետաքրքրվում են, գրում են, աջակցում են, հսկայական աջակցություն եմ զգում ձեր կողմից, ահավոր շոյված եմ, ահավոր շնորհակալ եմ։ Սա ճշտի պայքար է եւ արդարության պայքար է։ Ուստի իմ պայքարը ձեր համար է, ձեր պայքարը այսօր իմ համար է եւ այդ համատեղ աշխատանքը մեզ բերելու է հաղթանակի։ Շնորհակալ եմ կրկին։ Հիմա ուզում եմ տեղեկացնել, որ ես ինքս մամուլից տեղեկանում եմ, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով, բայց մինչ այդ, քանի հնարավորություն ունեմ, ուզում եմ ձեզ հետ կիսվել երեկվա իրադարձությունների արդեն իմ տեսադաշտից եւ հասկանանք ինչ են անելու այսօր եւ ինչ են բոլորս անելու վաղը։ Խնդրում եմ մարդիկ հավաքվեն եւ ես սկսեմ խոսքս։ Մինչ այդ հիմա ով առաջի անգամ է տեսնում, գուցեև չի նկատել, երեք եղել եմ ազգային ժողովի շենքի մոտ, հանդիպել եմ տետա-տետ Ալեն Սիմոնյանի հետ, շատ անպարկեշտ է իրան պահել, ինչի համար տվել եմ համարժեք չէ, կրկնակի ավել պատասխան, որի համար երբեք չեմ զղջալու եւ որի համար այս պահին հետապնդվում եմ։ Ասածս, ինչու է ես ազգային ժողովում, ես ուզում եմ դուք իմանաք, մենք չենք գնաց այնտեղ Ալեն Սիմոնյան հատուկ տնելու, մենք գնացել էինք այնտեղ, որպեսզի 20 թվականի պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով։ Այդ զեկույցը շատ կարևոր է երկրի համար, անչափ կարևոր է մեր ապագայի համար եւ շատ հրատապ է ընտրություններից առաջ։ Հանձնաժողովի զեկույցի հրապարակումը արգելել է Ալեն Սիմոնյանը, կարծես թե անձամբ, հաշվի առնելով վերադասին։ Մենք գնացել ենք ազգային ժողով դիմելու բոլոր ֆրակցիաներին։ Ալեն Սիմոնյանից, իր օգնականից ստացել ենք գրավոր պատասխան, որ զեկույցը գաղտնի է, ավելին դա զեկույց չի։ Մենք հետո նամակ ենք գրել, պրոբլեմ չկա, զեկույց չի, մեզ թղթերը տվեք, արդյունքները տվեք, ցանկացած ինչ-որ մի հարցով մեզ պատասխան տվեք, մեզ ասել են հաջող։ Յան տվեք մեզնից։ Դա ֆիքսված, մեր իրավաբանները հրապարակել են, պետք լինի կրկին կհրապարակվի։ Հիմա հավատացեք իմ խոսքին, որ այդ թուղթը կա։ Մենք դիմել ենք ֆրակցիաներին, որպեսզի նրանք ազգային ժողովում բարձրացնեն այդ հարցը։ Այդ թվում նաև ԿՊ ֆրակցիային ենք դիմել, միգուցե պատգամավորներ կան, ոնք տեղյակ չեն, որ Ալեն Սիմոնյանի հրահանգով այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու։ Եվ փաստացի տենց էլ կա։ Մենք երեք հանդիպել ենք, որի վիդեոները իմ լայվում, իմ մեծ լայվում երեկվա եթերում, որը ավարտեց Ալեն Սիմոնյանը, բայց մինչև այդ սկսվել էր շատ տարբեր այլ պատգամավորներով։ Նախորդ օրը մենք ունեցել ենք զրույցներ եւ այդ հատվածները առանձնացվելու են եւ դուք լսելու եք, թե ինչպես են օրինակ ԿՊ պատգամավորները ասում, որ չէ, ախր հրապարակվելու է, դա անպայման պիտի հրապարակվի։ Հասկանում եք, ինքը գիտի, որ դա հրապարակում երբ ընտրություններից առաջ է դա ինձ պետք իմանալ, որ ես իմանամ, չգնամ հանգարց, ընկեր ձեր ասած դավաճաններին ընտրեմ, չէ՞ որ բազում դավաճաններ ունենք մենք երկրում, իսկ միգուցե այդ բազում դավաճանները հիմա կուսակցություններ են հիմնել, գնում են ընտրությունների, պատգամավորներ են ուզում դառնալ, բայց չիմանանք։ Ասում ճիշտ եք ասում Միքայել։ Մենք անպայման, ես ամեն ինչ կանեմ, որ մինչև ընտրությունները դա հրապարակվի։ Մենք այդ պայմանավորեցինք տես։ Երկրորդը դուրս եկավ, վիդեոներ կտեսնեք։ Երկրորդը դուրս եկավ, ասում մենք արդեն հրապարակել ենք դա։ Արտուր Հովհաննիսյան, ասում որտեղ բազմիցս խոսել ենք, ասում ինձ ձեր խոսելը կարևոր չի, ես ձեր խոսելը չեմ կանում լսեմ։ Ինձ պետք է հանձնաժողովի իրավական հետաքննությունը, որը որ եղել է հարցաքննություն է եղել, դա միակողմ ձեր լայվ չի եղել, ձեր մանալոգները չեն եղել, դա եղել է հարցաքննություն։ Այդ հարցաքննությունը կարող է բացահայտել շատ ավելի շատ բաներ, քան ինչի մասին դուք ուզում եք խոսել։ Ինչ հարցեր կա, որ դուք ուզում եք ասել, բազում Օրինակ, ասում օրինակ Հադրութը հրաման ով է տվել էվակուացիայի։ Ով է տարհանել Հադրութի զորքը։ Հարցականներ մեջ են։ Դե երևի մենք իմանանք կամ երևի ասում, երևի ես ասում, ընկեր։ Մեջը կա։ Հաջորդը Գեգամ Նազարյան, սրիկա, սեփական որդու արյուն ուրացող,
Դու չես ամաչում, դու էսի չես խոսում ծնողների վերաբերյալ, էսի շտական քեզ դու արա, Աստծու անունից պատիժ կլինի, փող եք վերցրել, ծախվածներ, դու ոնց զոմբի ձեր բաներից ֆեյքերից լինես, արա նայում եմ դեմքիդ նայում եմ, զոմբի է այս մարդը, ֆեյքա, հարգելի պարոն Նազարյանով եմ դիմել, վիդեոն լինելու է, որ այն զրպարտանքը, որ ստեղ ինչ-որ մի պահ, ինչ-որ մի ավելորդություն եք մեզ թույլ տվել։ Դիմել եմ քպեական աղջիկներին, որոնց անունները չգիտեմ, ասում եմ, բա ինչի մեզ անուններով չեմ գիտեմ, ասում եմ, չգիտեմ, Լուլուին գիտեմ խոսքի։ Ու չէ Լուլուն յացական չէ, ես չեմ Լուլու դրել, ինքն է իրան Լուլու անվանել, երկար ժամանակ Լուսինեի հետ շատ ընտիր ընկերներ ենք եղել, համագործակցել ենք շոու բիզնեսում իր հաղորդավար ժամանակները։ Լուսինե ջան, էս ինչ ես դու դարել։ Լուսինեն փախնում է եթերից, այն մյուս աղջիկը անում է տենց էլ չիմացա, չեմ էլ ուզում իմանալ։ Դե որ մեզ տենց անհարգալից եք, ասում ցավը դրա որ դու ոչ մի գործ չես արել, իսկ անունը որտից իմանամ։ Հիմա իսկ ու կարծիքն եմ ուզում իմանալ, խաղաղություն ուզողները, ճշմարտություն ուզում են թե ոչ։ Ես ձեզ չեմ ուզում խոսել։ Էսա եղել քպեականները, օպոզիցիան համաձայնա, բայց ասում դե ինչ, հանցագործները իրանք են, իրանց վրա բան գրել, Միքայել ջան, ինչ պիտի լինի, ասում ոչ մի բան, հրապարակեք։ Ես կորոշեմ ինչ կա մեջը։ Ես հարցերի լրացուցիչ կտամ։ Դուք պարտավոր եք հրապարակել, դուք պնդեք, որ դա հրապարակվի։ Եվ ինձ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ դաշինքը խոստացել է, որ ամեն ինչ կանեն։ Մենք անհամբեր սպասելու ենք հաջորդ քարորիային, որ այս հարցը բարձրացվի։ Եվ ամեն падգամավոր իր հերթին, ֆրակցիա չէ ֆրակցիայի անունից, կուսակցության անունից, ամեն падգամավոր իր սրտի, իր հոգու կանչով պիտի ասի ճշմարտություն եմ ուզում։ Այդ ճշմարտության մեջ կարող է ձեր ղեկավարները լինեն։ Ու դրական թե բացասական դա անդրադառնալու է իրանց վրա։ Դուք պարտավոր եք դա իմանալ, դուք պիտի իմանալ ձեր ղեկավարները մասնակցել են այս պատերազմի խայտարակ պարտությանը։ Իշխանությունը ասում է, որ մասնակցել են, դուք ասում եք դե Նիկոլնա, ես ճշմարտություն եմ ուզում, ես ձերոնքական չեմ, ես սև ու սպիտակ չեմ ձեր համար, ես եռագույն եմ, ես ուզում եմ իմանալ ճիշտը, որպեսզի արդարություն լինի, էսա մեր պահանջը, ես անհետ կորածների ծնողները, զոհված ազատամարտիկների ծնողները կներեք, Արցախցիները, կռված տղեկը, բոլոր Արցախ նվաճած տղեկը, օգնություն ուղարկող, փող ուղարկող, օգնություն տանող, բոլոր մարդիկ շահագրգիռ են, որ հասկանան ինչ եղավ, ինչ հանուն ինչի են իրանք նվիրվել պատերազմին, հանուն ինչի են իրանք նվիրված հայ ազգին, հանուն ինչի են իրանք Արցախը համարում սեփական հայրենիք եւ գնացել այնտեղ կյանքը զոհելու ընդհուպ մինչեւ Ես ուզում եմ իմանալ այդ ճշմարտությունը։ Այս ճշմարտության փնտրտուքների ընթացքում հայտնվում է Ալեն Սիմոնյանը։ Ինչպես ինքը հետո ասում է, ես չգիտեի, անակնկալի եկա։ 3 օր շարունակող ակցիա է։ Բոլոր ձեր падգամավորներով դուրս են գալի, ներս են մտնում, իրանք բոլորը տեղյակ են ինչա կատարվում եւ դուք տեղյակ եք ինչա կատարվում։ Ալեն Սիմոնյանը ինչի համար է դուրս գալի մի մուտքից, քայլելով, գալում դեպի ամբողջ Դեմիրճյանը քայլելով գնում է։ Չի դուրս եկել որ մեքենա նստի, հավանաբար իր մեքենա նստելը գարաժից է, ինքը տեղով պետք չի, հակառակ կողմից այլ ծառայողական մուտք կա, հատուկ մեքենաներով նստում դուրս են գալիս։ Ինչի է ինքը ոտքով գալիս է տեղից, դուրս գալիս, քայլելով, ի վերջո հասկանում եք, որ քայլումը այն մյուս մուտքից նորից ներս է մտնում։ Տվեք ձեզ այդ հարցը, ինչի համար, Ալեն ջան։ Դուրս է գալիս, հանդիպում է ծնողներին։ Արագ ճեպազրույցով բոլորին չէ, հա, ու տենց խոսալով ձեռի շարժումներով դուրս է գալի ծնողների շրջափակումից։ Նորմալ, հանգիստ, ոչ մեկ չի նայացնում իրեն։ Եվ այդտեղ գալիս եմ ընդառաջ ես։ Ես մյուս մուտքի մոտ էի, ինձ զանգեցին, ասին Ալեն Սիմոնյան, ասի, Ալեն Սիմոնյանը այն մարդն է, ով Անդրանիկ Քոչարյանից հետո կարևոր մարդն է այս հարցի շուրջ, որը կտա ճիշտ պատասխաններ։ Տեսանյութում պարզ երևում է, ոնց եմ ես բարև ձեզով մոտենում։ Տեսանյութում երևում է, ոնց եմ ես կանգնում, որպեսզի անվտանգությունը չանհանգստանա։ Եվ խնդրում եմ զրույց։ Զրուցենք, ասում եմ ես։ Ալեն Սիմոնյանը ասում է, քո հետ զրույց չկա։ Պաշտոնյա, քաղաքացին ուզում է ձեզ հետ զրուցել,
պետք է դիմել դուքով, հարգալից, ասել շտապում եմ, տրամադրված չեմ եւ այլ պատճառաբանումներով կարար գնար։ Դրանից հետո եթե ես մի բան հրահարեի, գուցե եւ ինձ սադրիչ կարող եք որակավորել։ Բացի, թո տենց լինի։ Բայց ես ասում եմ, զրուցենք, ինքը ասում է, քո հետ չկա, տարեք սրան։ Բա եղավ։ Տարեք սրանից հետո անվտանգությունը մտնում է թևերից եւ փորձում է ինձ հեռացնել ճանապարհից։ Իհարկե ես վրդովում եմ, ասում եմ վախենում ես։ Ասում եմ հա գիշերները չեմ քնում։ Հերթական լկտի ապուշ։ Ասում դու պիտի գիշերները չքնես, ավելին դու բերթերում ես քնելու։ Այս խոսքի մեջ թույլ տվեք ես ընդունեմ այն, որ այդ իրավիճակում, երբ որ երկու անվտանգություն հրահրում են քեզ, բրդում են ընկել են թևերը, փորձում են քեզ օրորել, եւ դիմացից լկտի պահված կա մի մարդու, որին ես մի գրամ հարգանք չունեմ իր հանդեպ, ինձ այդ տոնով ասում, ես իրան ասում եմ բերթերում ես քնելու արա։ Արա բերթերում ես քնելու։ Բերթերում ես քնելու արա։ Սա խոսակցականը ցանկացած մարդ հայ լեզվին տիրապետող մարդ կհասկանա, որ սա խոսակցականը դա անձնական արա ասելու, արա է ասելու միտում չի եղել, բայց դիցուկ իհարկե արհամարանք է։ Ես իմ ընկերներին կարամ արա ասեմ, բայց օտար մարդու չպիտի ասեմ։ Ինչ էս իր արհամարանքներից արա։ Արային պատասխանը իհարկե պաշտոնյայի պատասխանը պիտի լինի հանդարտեցնել քաղաքացուն։ Ինչու եք վիրավորում, մի արեք տենց, մի սադրեք, շարունակեք ճանապարհը։ Դա իր պարտականությունն է։ Ինքը հանրության իմ քաղաքացու ծառայողն է։ Մենք բոլորս մոռանում ենք ու իրանք են մոռանում, ու իրանք մոռանալ են դա տալիս։ Անհարգալից վերաբերմունքը առաջին հերթին պետք է թույլ չտա իրեն պաշտոնյան։ Դրանից հետո արան պապատա համաձայնվեք, որ կուլմինացիա էր։ Ցանկացած տղամարդ արային կարապատասխանի արան դու ես։ Հասկանում ես, բայց ոչ արան պապատա։ Ինձ խնդրեցին, որ խոստովանեմ, իմ համար հաճելի չի, բայց իմ ինձ համար հաճելի չի։ Արան պապատայից հետո լինում է մի քանի հարգանի հայոյանք։ Շատ տեղին ժամանակ ունենայի մի քանի հատ էլ հայոյանք վրան կտայի։ Մինչև այսօր ես վստահ եմ ու էլի կարամ ասեմ, հիմա եթերով չեմ ասի, ոչ բարդացնեմ իմ իրավիճակը, բայց էմոցիոնալ ֆոնին ես պատրաստ եմ եւ ցանկացած փողոցում, ցանկացած իրավիճակում 3 անգամ ավել կասեի, 3 անգամ էլ ոտատակ կանեի դրան։ Ես ինձ զսպել եմ։ Ես հասկանում եմ իրավիճակը։ Ես ճանաչում եմ եւ հարգում եմ օրենքը։ Հիմա իմ հանդեպ կատարվում է ապօրինություն։ Երկու անձ վիճել են իրար հետ։ Վիճել են։ Չգիտենք ով է ճիշտ, ով է սխալ։ Մի անձը տարվում է ոստիկանություն, մյուսը շարունակում է իր ճանապարհը։ Արդար է, անարդար է, պաշտոնյա է, պաշտպանված է, չի կարելի։ Ինքը նույն ձևի հավասար մարդ է, ինքը նույն ձևի մտել է վեճի մեջ, ճիշտ ու սխալ բարձելու վերաբերյալ պետք է ոստիկանությունը երկուսից բերման ենթարկել։ Ոստիկանություն խտրականություն անում, ինձ է բերման ենթարկում։ Ուրիշ արարողակարգա բարի։ Ինձ փորձում են քրեորեն հետապնդում ձևակերպել տեղում։ Ոստիկանությունը գրում է, որտեղ խուլիգանություն ես արել, քրեական, եսիմինչ, մոտավորապես մի ժամ տևում է այդ պրոցեդուրան, գրում են, ինչ-որ բան մնում են, մարդկանց են զանգում, հարցնում են, ի վերջո քննիչս ճղում է այդ սաղ իր մի ժամվա աշխատանքը եւ ասում է փոխվեց կարգավիճակը վարչական է։ Ինձ փոխեցին վարչական, ով չի հասկանում, քրեականը դա խուլիգանություն է, դա արդեն դատավարություն է, դա արդեն ընդհանուր մինչև բանտարկում է, կալանավորում է, վարչականի պարագայում դա այս պահին գրեցին ոստիկանի օրինական պահանջ չկատարել, հավանաբար տենց ես չեմ տեսել այդ արձանագրությունը, այսօր պիտի գնայի վերցնեի։ Եվ այդ արձանագրությամբ ոնց որ 3 ժամ պահում են, վերջում կարող է դատարանը որոշի ինչ-որ 50,000 տուգանք, այդքանով գործը պիտի ավարտվեր։ Ու եթե տենց եղավ 3 ժամ դուրս են գալիս, հավանաբար Ալենը գիշերը չի քնե, որ եթերը արե արդարանալու։ Անդրադառնամ եթերի։
Հետո չեմ կարող, բայց անդրադառնամ եթերի։ Ալեն Սիմոնյանի առաջի խոսքն է, որ ոմն մի կան, որին ինքը ճանաչում է ինտերնետային ցանցից։ Ալեն Սիմոնյանը անգամ այս պարագայում չի կարող չստել։ Ալեն Սիմոնյանը ստախոս է, եւ անգամ այս պարագայում նա ստում է։ Ալեն Սիմոնյանին մենք ճանաչում ենք, մենք իրար Ալեն Սիմոնյանը ճանաչում ենք մանկուց։ Ընդհանուր հարազատ ընկերներ ունենք, հարազատներ ունենք իրենց բակում, ես Ալենի հետ հայ մեքենասի ֆուտբոլ եմ խաղացել։ Ալեն Սիմոնյանի հետ մանկությունել ենք ունեցել։ Այնուհետև ինքը դարել է կավեհենշիկ։ Եվ ես եմ ներկայացված եղել կավեհենում որպես երաժիշտ։ Ես նվագել եմ կավեհենի տարբեր թիմերի մեջ եւ Ալեն Սիմոնյանը ինձ ճանաչում է այնտեղից, ավելին բազում կավեհենի ընդհանուր ընկերներ ունենք։ Այնուհետև Ալենը որոշում է, որ անհաջող տենց դերասան կավեհենշիկ դառնալուց հետո որոշում է դառնալ պրոդյուսեր։ Այդ ժամանակ ես արդեն քաղաքում երկրում հայտնի պրոդյուսեր էի, ունեի բավականին հաջողված պրոյեկտներ եւ Ալեն Սիմոնյանը որոշում է պրոդյուսեր, մի օր մեր ճանապարհները հատվում են։ Պատմեմ ես դեպքը իր բարոյական կերպարը հասկանալու համար։ Ես անում էի տաղանդավոր սերունդ մրցանակաբաշխություն։ Նայ միջալոց ստեղ ունեմ, նայեք, միացին սիրում երևում է։ Այս մրցանակաբաշխությունն էի անում, որտեղ այդ մրցանակներն էի տալիս եւ հայության բոլոր տաղանդավոր երեխաներին համախմբում էի մի միջոցառման մեջ եւ լավերին խրախուսում էի։ Լավագույնները ես չէի որոշում են իրենց արդյունքները, միջազգային մրցույթներում հաղթանակներ։ Ասեմ, որ միջոցառումը կրթության, սպորտի եւ մշակույթի ոլորտներում էր։ 3 ոլորտներ ամփոփում էինք։ Մաթեմատիկական, ֆիզիկական օլիմպիադաների հաղթողներ էին մեզ մոտ, երգի կոնկուրսների հաղթողներ էին մեզ մոտ, սպորտի չեմպիոններ էին, Եվրոպայի երիտասարդ չեմպիոններ, հսկայական մեծ միջոցառում, որ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում պիտի կայանար։ Ալեն Սիմոնյանը այդ ժամանակ զբաղվում էր մի երգչուհի, մի փոքրիկ լավ հավես տաղանդավոր երգչուհի Դալիթայով։ Եվ ահա միջոցառումից մի քանի օր առաջ Ալեն Սիմոնյանը Դալիթայի եւ Դալիթայի մայրիկի հետ հանդիպում են ինձ եւ Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ Դալիթան պետք է մրցանակ ստանա։ Իսկ Դալիթային ես հրավիրել էի որպես մասնակից, համերգային ծրագրի մասնակից, եւ իսկ մրցանակ կստանա նա թե չէ, դա չի հայտարարվել։ Դա առանձին ժյուրին նայում էր, ընդունում էր նրանց հաղթանակները, նրանց նվաճումները եւ ըստ այդմ պետք է արդեն մրցանակները դեռ ես էլ չգիտեի վերջնական ով էր, բայց գախնի ասեմ Դալիթային կարծես թե լինելու էր մրցանակ եւ ի վերջո Դալիթան մրցանակը ստանում է, բայց մինչեւ այդ Ալենը դնում է ուլտիմատում։ Դալիթան պետք է ստանա մրցանակ, ինչին ասում եմ Ալեն ջան, մենք տես չենք աշխատում, եղբայր, ամենայն հարգանքով, բայց Դալիթան կստանա մրցանակ, եթե ժյուրին որոշի։ Հիմա պահանջով չի դա։ Բայց դուք եկեք միջոցառման էր, գեղեցիկ միջոցառում է լինելու, երեխան թո երգի, հրաշալի դուետ էինք սարքել, շատ լավ միջոցառում էր։ Ալենը նեղացավ։ Կարծես թե նեղացվածությունը մինչև այսօր կա։ Ու Ալենը ստում է, որ մենք իրար չենք ճանաչում։ Երրորդ միջադեպը, որի մասին ինքը խոսում է եւ անպայման պիտի բարձրաձայնեմ։ Ալենի դուստրը սովորում է, մինչ այսօր սովորում է Պուշկինի անվան դպրոցում։ Ես անձամբ իմ բոլոր երեխաները սովորել են Պուշկինի ամենալավ դպրոցում, Հայաստանի ամենալավ Պուշկինի դպրոցում սովորում են իմ բոլոր երեխաները։ Հիմա 4-րդ երեխաս նոր դեռ 6-րդ դասարան է։ Ալենի երեխան ավելի փոքր է։ Ես աշխատում էի Պուշկինի դպրոցում որպես հանդիսությունների կազմակերպիչ։ Ես կազմակերպում էի, ես սպասարկում էի։ Այդ օրը Ալեն Սիմոնյանի դստեր առաջին հանդեսն էր։ Մենք պատրաստվում ենք հանդեսի, շատ հրաշալի լավ աղջիկ է։ Մենք պատրաստվում ենք հանդեսի։ Հաշված րոպեներ էր մնացել, 15-20 րոպե էր մնացել մինչև հանդեսի սկիզբը, ինձ զանգահարում է ոստիկանությունից։ Խնդրում եմ իջեք ներքև, ձեր մեքենան խանգարում է։ Ասում չի խանգարում, ես ճիշտ օրինական կայանատեղին դպրոցի դիմացը կանգնել եմ, ինչ պիտի խանգարի։ Ասում կներեք, ես շատ զբաղված եմ, էլի լինի ես չգամ։ Չէ, շտապ իջեք։ Իջնում եմ շտապ, ինչ ա պատահել։ Բա ամբողջ մայթը պիտի ազատվի, բոլոր մեքենաները հանում ենք ու արդեն տեսա ուսուցիչներից շատերին արդեն կանչել են, մարդիկ խելոք հանում են իրենց մեքենաները։ Ես հասկացա, որ եթե ես մանտեղից մեքենան հանեմ եւ փորձեմ ինչ-որ միտեղ կայանելու, ես կուշանամ միջոցառումից։
Բարդ սիտուացիա է։ Չեմ ասում, իհարկե, ներսս կար նաև ըմբոստություն, որ ինչի համար, ապօրինաբար ասում, իսկ ինչի եք ուզում ազատեք մարդը, դե ասում եմ, որպես նախագահն է գալիս, նախագահ ասեցին ազգային ժողով, ես գլխի ընկա, որ Ալեն Սիմոնյանը գալիս է իր երեխու հանդեսին, ու գալիս է հսկայական կորտեժով, պիտի գա դատարկ մայթին կանգնի, հասկանում եք, ու դրա համար ամբողջ Պուշկինի դպրոցի Մոսկովյան հասցեով գտնվող ամբողջ մայթը ազատում են մեքենաներից, որ Ալեն Սիմոնյանը պիտի գա կանգնի։ Բարեբախտաբար այդտեղ հենց կանգնած էր արդեն շուտ էր երեխայի հետ եկել էր Ալենի կինը, չգիտեմ այդ ժամանակ նախկիններ թե ներկան էր, երեխայի մայրը։ Ես իրան ճանաչել եմ փորձերից, ինքը գալիս էր, ասի ես ձեզ ճանաչում եմ, Արևիկ, ես ձեզ ճանաչում եմ, դուք ինձ Արևիկ Մարիամ կներեք կարող շփոթում եմ։ Ես ձեզ ճանաչում եմ, դեմքով դե ճանաչում էի, հա, դուք Ալեն Սիմոնյանի կինն եք։ Ինչ է պատահել։ Ասում եմ Ալեն Սիմոնյանի գալու կապակցությամբ հիմա իմ մեքենան ուզում են ստեղից հանել։ Ու ոստիկանները դել էվակուատորը կանչեք դու հանեն ստեղից։ Մեքենան հանելու համար, ասում եմ, ինձ հիմա անհանգստացնում է եւ ուշանալու է միջոցառմանը, դուք գիտեք, որ ես սպասարկում եմ ձեր երեխայի մոտ միջոցառում։ Բայց ինչի՞ է բայց Ալենը հանում մեքենան, თუ ոտով գա։ Ասի ցավոտ տանեմ, զանգի, Ալենին ասա թող ոտով գա։ Ես ոստիկաններին ասում եմ, իմ մեքենան չի շարժվելու, միացնում եմ ուղիղ եթերից եւ ուղիղ եթերում ասում եմ Ալեն։ Չի բացառում, որ Արա Ալենն եմ ասել, չի բացառում, դեռ ջղայնացած է։ Ասի իմ մեքենային մատով կպել են, իմացի դու դրանով վնասել ես քո երեխու միջոցառմանը։ Քո երեխու միջոցառումը չի կայանալու։ Այս զայրույթս մի անգամից աշխատեց, մի անգամից ոստիկանները հեռու գնացին իմ մեքենայից, ես արագ կերպով կարացա գնալ եւ կազմակերպել միջոցառումը։ Ավելին, ես շատ եմ ուզում այդ վիդեոն գտնել, Ալեն Սիմոնյանի դուստրը միջոցառման ժամանակ Իրենց միջոցառումը խաղաղության կարծես թե մասին էր, եթե չեմ սխալվում, եւ բոլոր երեխաները ամեն մեկը ինչ որ երկրի, աշխարհի մի երկրի դրոշակ էին պահում։ Ու դրոշներով դուրս էին գալ։ Ես ԱՄՆ-ն եմ, ես Ֆրանսիան եմ, ես Չինաստանն եմ, ու իր այդ լեզուներով էլ խոսում էին։ Վերջում դուրս է գալիս Ալեն Սիմոնյանի դուստրը եւ երագույնը ուսերին, ես Հայաստանն եմ։ Շատ սիրուն, շատ ընտիր միջոցառում էր։ Սակայն երագույնը, որ ինքը ուսերին դրել էր, ծալվել էր, սխալ էր երեխան բռնել, դուրս գալու ընթացքում թարսուշիտակ էր մի քիչ եւ լավ բաներ անհարմար էր երագույնը։ Ես դուրս եմ եկել բեմ, ուղղել եմ այդ երագույնը եւ հանդիսատեսի ծափարություններով վերադարձել եմ իմ աշխատանքային վայրը։ Ալեն Սիմոնյանը եկավ ոտով մտավ, արդեն մեքենան այդտեղ չկանգնեց, հետո դուրս գալուց էլ ոտով գնացել է Աբովյանով իջել է նոր այնտեղ իրան մեքենան վերցրել են, բայց Ալեն Սիմոնյանին չեն դիմավորել դպրոցում։ Տնօրենը չի դիմավորել դպրոցում, որպես մեծարգո պաշտոնյա, ավելին ինքը բարձրացել է դահլիճ եւ դահլիճում նստել է 4-րդ թե 5-րդ շարքում, որտեղ իր կինը կողքը տեղեր պահել։ Այսինքն առաջի պատվավոր տեղը չեն տվել Ալենին։ Կարծում եմ, ենթադրում եմ, որ մինչև այսօր ինքը մատնանշում է այդ դեպքը, հավանաբար ինքը ահավոր նեղվել է դրանից։ Ու այնքան է նեղվել, չեմ կապում իր հետ, որովհետեւ ընդհանուր առմամբ արդեն վիճակը այն է, որ դպրոցում փոփոխություններ պիտի անեն, բայց ասեմ ձեզ, Պուշկինի անվան հրաշալի տնօրենը ապօրինաբար հեռացվում է աշխատանքից։ Ապօրինաբար ոչ մի մեկնաբանություն, իրան պրոստը հեռացնում են, բերում են իրանց ուզած ուրիշ դպրոցի տնօրեն, լավ, վատ չենք ասում, ուրիշ դպրոցի տնօրենը այնտեղ հրաժարականը տալի գալիս այստեղ ժամանակավոր պաշտոնակատար։ Պուշկինի դպրոցը մինչև այսօր չունի տնօրեն, ունի ժամանակավոր պաշտոնակատար եւ ամբողջ դպրոցի կարգ ու կանոնը այսօր փոխվում է։ Տասնյակ տարիով 80 տարվա պատմություն ունի Պուշկինի դպրոցը։ Ավանդույթները, չգիտեմ հիմա այնտեղ ինչ ամենացել, ես չմնացի աշխատելու այդ դպրոցում դուրս եմ եկել, բայց փաստում եմ, որ տնօրեն չունի Պուշկինի դպրոցը եւ դա իմ կարծիքով կապում եմ իշխանական այս վրեժխնդրությամբ, այս ինչ ասեմ Ալեն, փոքր մարդ եք եղբայր, փոքր, շատ այս ձեր պահվածք, այս ձեր ամեն ինչը, շատ փոքր եք դուք, որ այս ժողովրդին կանակ գեղեք եք։ Ես այսքանով ուզում եմ ավարտել իմ եթերը, հա ինձ հիմա մեղադրում են, էդ էլ ասեմ, լավ, հիմա քանի որ չեն գտնում, հիմա անցյալի մեջ չեն գտնում տենց լուրջ ինչ-որ բաներ, որոնք կապեն սրա նրա հետ, հիմա որոշել են, որ ինձ պաշտպան կանգնեց այդ օրը, նախորդ օրերին էլ է եղել, մեր լավ ընկեր Արսեն Վարդանյանը, որը հանդիսանում է ինչ-որ կուսակցության նախագահ։
արժան կներես, չեմ բարձրաձայնում, բայց կարևոր չի ինչ կուսակցության, որովհետև էլի կուսակցական մարդիկ են եկել մեր շարքերը, մեզ աջակցել, միացել մեր շարժմանը, էլի կգան կմիանան մեր շարժմանը եւ շատ տարբեր կուսակցություններ։ Արսենի կուսակցության հոգևոր առաջնորդը, չգիտեմ ոնց ասեմ, Արշակ Կարապետյանն է։ Հիմա սիրում եք, չեք սիրում Արշակ Կարապետյանին, ես չեմ այս պահին գնահատական տա, գուցե Արշակ Կարապետյանն էլ է զետեղված այդ հանձնաժողովի զեկույցում, թող բացեն, մենք իմանանք, միգուցե Արշակ Կարապետյանը դավաճանը, Արսենն էլ թող իմանա դրա մասին։ Բայց այս պահին ԿՊ-ն պիտակավորել է, որ Արշակ Կարապետյանը արդեն պերսոնա նոն գրատա։ Միքայելը եթե ընկերություն է անում Արսենի հետ, որը ընկերություն է անում Արշակ Կարապետյանի հետ, ուրեմն Միքայել Արքարյանը ընկերություն անում Արշակ Կարապետյանի հետ։ Ես Արշակ Կարապետյանի երբեք չեմ տեսել, երբեք չեմ խոսել հետը։ Անկեղծ ասած, առանձնապես ցանկություններ չունեմ, բայց իմ համար շատ ողջունելի է, որ ինքը եւ իր կուսակցությունը աջակցում են այս կարևոր հարցում։ Եվ մեր կարևոր հարցում բոլոր անձանց աջակցությունը ընդունելի է, անգամ ԿՊ-ականների։ Ու ես ողջունում եմ այն падգամավորներին, ում մեջ կարող է արթնանում է արդեն խիղճն ու իրական հայրենասիրությունը, որ իրանք բարձրաձայն են այս հարցը եւ հասկանան, թե ինչքան ապօրինի է իրանց իշխանությունը, իրանց ղեկավարությունը, որոնք դնում են հաթաթ կարան ստորացնեն, թե դու քանի 10 բալանոցով ասում է, դու քանի բալ ունես, որ դու դառել ես падգամավոր։ Այդ խեղճ ու կրակ մարդ ասում է 9.90։ 9.9 գնահատական ունեցող ոչ միայն այդ падգամավորն է, այլ բոլորը ԿՊ-ի անդամներ, իմացեք, հանրությունը տենց գիտի, ԿՊ-ն չունի երկրորդ համար։ Ալեն Սիմոնյան, դու ԿՊ-ի կարկառուն դեմք չես, դու ոչ մի բան ես, չլինի վաղը Նիկոլը, դու չես լինելու։ Դու չես կարա անտրվես, դու ձայն չես վագում, դու գնացել եք ներկուսակցական քարոզարշավի, դուք ոչ մի բան եք։ Ձեզ ձայն են տալիս, որտեղ դուք Նիկոլ Փաշինյանի հետ պերաշկի եք ուտում, պարում եք, ուրախանում եք, իր երգերն եք նվագում, իր անտաղան նվագն եք լսում, ուրախանում, հպարտանում եք իրանով։ Դուք ուրիշ ոչ մի բան չեք կարող անեք։ Իսկ ինձ կարող եք կապել Արշակ Կարապետյանը, կարող եք կապել, չգիտեմ, թալիբների հետ։ Հիմա ենթադրում եմ, որ իմ զրույցը, ասենք, բանի հետ, չգիտեմ, Բեն Լադենի, օղորմատիկ Բեն Լադենի հետ հեսա զրույցը կգտնեն, կբերենք, ասեն համագործակցում է տերորիստների հետ։ Ինչ ուզեք հիմա կարակ բերեք, որ իմ վրա հիմա քրեական գործ հարուցեք, բերանս փորձեք փակել, տանեք բանտերում, ոնց որ բանտերում նստած են լիքը մարդիկ այսօր, որոնք չեն ամաչել, ասել են ձեր երեսին այն ինչ որ ասել են։ Իմացեք, ժողովուրդը այսուհետ չի վախենալու ձեզ ասել այն ինչի դուք արժանի եք։ Եվ երկրորդը ինչ հիմա փորձում են ԿՊ-ականների պիտակավորել, դա ծախված եւ չգիտեմ, ում կողմից եմ, Քոչողլուից եմ ծախված, սրանց բառապաշարը գիտեք արդեն, Քոչողլու, Ռուսաստան, Պուտին, դրոշակ։ Չեր կարամ այդ շեփ բան գտնեն, էլի, որ այդ ամեն ինչը լինի ինչ որ ապացուցելի է։ Ես շատ տարբեր մարդկանց հետ ընկերություն եմ արել, շատ տարբեր շարժումներում եմ եղել եւ իրանք շատ լավ գիտեն, որ այն շարժումները, որ ես եղել եմ ու այն կեցածը, որ եղել եմ, անխոցելի է։ Դրա համար ձեր fake ու զոմբի զանգվածին ին վրա ֆաս տալուց առաջ մտածեք գալու է ու թափելու է ոնց որ ֆաս եք տվել։ Հասկանում եք։ Հիմա ես օգտագործում եմ ծնողների հոգեվիճակը, պահանջը, սեփական, դիվիդենդ, ինչ-որ այսպես հիմա հերոսանալու այս իրավիճակով ես հիմա հերոսացած էր աչքերում դարա ինչ-որ չգիտեմ։ Առաջնորդ եմ հեսա դարձել գալու եմ խլեմ ձեզանից իշխանությունը։ Ինձ դա է պետք, չէ։ Ինձ արդար ճշմարտության վրա հիմնված երկիր է պետք։ Ուզենայի վաղուց ձեր շարքերում գնեն, ձեր պուճու լնգուլավազ կամ Հայկ Մանասյանի ասած բանկա բուտուլկաները վաղուց ընկել են ինձ դրուզիա են տալի, ընկերություն են անում, ես ձեզ վարկաբեկում եմ, իրանք ինձ գրում են Միքայել ջան, բայց դա տենց չի։ Սաղ կարամ հրապարակեմ, դուք բոլորդ գիտեիք, որ Միքայելը հեսա երևի բարձր պաշտոնավոր մարդ է դառնալու հեղափոխությունից հետո, Միքայելը մոտիկ չի եկել ձեզ, Միքայելը հեղափոխության ժամանակ զանգ եկավ, ես եմ արել հեղափոխությունը, ես եմ Սերժին մերժել, դուք հետո եկեք եմ միացել, ձեզ հետո ուղարկել են, որ իմ հեղափոխությունը դուք սեփականացնեք, և դա տենց է լինում, քաղաքական մարդիկ կփաստեն, հեղափոխությունը անում են ինպես ռոմանտիկները, բայց տիրում են տականքները, դուք տականքավարի վերցրել եք ես հեղափոխությունը, տապալել եք հեղափոխությունը,
Մուկ, ծուկար, կոպեկ արգով է, ոչ մի ման չի եղել։ Սերժը չի դատվել, Քոչարյանը չի դատվել։ Այն դեպքում, որ իրանք պիտի դատված այսօր պիտի բերթերում լինեին, ոչ թե գային ձեզ հետ քաղաքական օպոնենտներ լինեին, որ դուք սև ու սպիտակի բաժանեիք եւ sense լավ տղա երևայիք իրանց ֆոնի վրա։ Օլիգարխիան հանելու ենք ու այն օլիգարխները այսօր գալիս են Ռուսաստանի օլիգարխները, Բելարուսիայի օլիգարխները, բայ խոսում եք, թափները չի երիկյան ստացին, չէ, դուք միասին եք։ Ես փաստում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան դա մի բանդա է, երկիրը թալանելու եւ վաճառելու մի ընդհանուր բանդա է։ Եվ այն մարդիկ, ովքեր սա կգիտակցեն, կմիանան մեր պայքարի։ Սա ճշմարտության, արդարության պայքարն է։ Ես ճշմարիտ եմ ու այս ամենը լինելու է։ Այսքանով ուզում եմ ավարտել, մի փորձեք ինձ փչացնել, դուք եք փչանում դրանից։ Մի փորձեք ինձ նստացնել, դուք եք նստելու։ Մի փորձեք իմ երկիրը ծախել, դուք եք ծախվելու եք եւ փտելու եք Բաքվի բանտերում։ Իսկ մենք հաղթելու ենք։ Ժողովուրդ ջան, համախմբվեք ճշմարտության եւ արդարության պահանջով։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Հույս ունեմ, որ վաղը նորից կզրուցենք։ Շնորհակալություն բարի։